Տաղավարում ինձ է միացել մեր տնտեսական մեկնաբան, տնտեսական հարցերը մեկնաբանող Լիլիա Ամիրխանյանը։ Լիլիա, Հայաստանում գնաճը նորմալ է, սա այն է, ինչ պետք է լիներ, մենք դժգոհելու տեղ չունենք, թե ամեն դեպքում։ Իրականում անի գնաճի նորմալ, տանելի, կառավարելի, լինել չլինելու հետ կապված հարցադրումը եւ դրա պատասխանը լավագույնս ունեն մեզ լսող հեռուստադիտողները, հատկապես երբ դա վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Իհարկե մենք սպառողական գների այդ կൂട്ടակային ցուցանիշի առումով կառավարելի վիճակում ենք, բայց չեմ ուզի այդ թեմայի ներքո մանրանալ, շատ անգամ մենք մեր եթերներով այդ առանձնահատկությունը վիճակագրության ներկայացնում ենք, շատ ավելի կարևոր է այստեղ մի հանգամանք, Գնահատականը հնչում է հարցինի պատասխան, թե կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկում գնաճը զսպելու համար։ Եթե ես ճիշտ եմ հասկացել, եթե ճիշտ եմ նկատել, դրա պատասխանը չի հնչում։ Այսինքն հնչում է գնահատական, որ ըստ կառավարության ղեկավարի, հետևաբար նաև կառավարության չկա գնաճ, որովհետև ինչ որ հիմնավորումներ։ Լիլիա, եւս մեկ հարց տամ, եթե հայերը մի քիչ շատ են սկսել գնալ Միլանում սուրճ խմելու, դա նշանակում է, որ մեր սոցիալական վիճակը բարվոք է։ Դա կարող է որոշակի հանգամանքի մասին խոսել աշխուժության, որոշակի աճի, հնարավորությունների ընդլայնման մասին, բայց այստեղ նաև պատասխանում կապ ունի, հնչեց միտք, որ մեզ մոտ եկամուտներն աճում են։ Միջին աշխատավարձի աճ, այո, գրանցվել է, բայց ելի այդ վիճակագրությունն ունի առանձնահատկություն, որովհետև այդ միջինացված ցուցանիշի աճը պայմանավորված է 1-2 ոլորտների, որոշակի սեգմենտների աշխատողների աշխատավարձերի կտրուկ ավելացման, որը միջինացված ցուցանիշի վրա բերում է դրական ազդեցություն, որովհետև մենք կարողանանք պնդում անել, որ օրինակ զբոսաշրջային այցերի դեպի դուրս այցելությունների քանակի աճը ենթադրում է, որ բնակչությունը այլևս ավելի լավ է ապրում, հետևաբար նաև գնաճը զսպելու կամ հաղթահարելու խնդիր չկա, մենք պետք է կարողանանք ունենալ նաև վերլուծություն, թե հասարակության որ հատվածները, այսինքն ինչպես է բաշխվում, այդ այցելությունները։ Տեղին կլինի այստեղ հիշել, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը 25% է։ Այո, այսինքն մենք այստեղ կա եկամուտների բաշխվածության խնդիր, որքանով այդ բաշխվածությունը համաչափ եւ դրանով պայմանավորված նաև նման գնահատականով պնդումներ անելը իհարկե կարծում եմ այնքան էլ իրականությանը մոտ չէ, այսպես ասենք։ Նաև հիշենք, որ մեզնից յուրաքանչյուրը իր շրջապատում ամեն դեպքում գիտի եւ մարդկանց, որոնք այո գնում են Միլանում սուրճ խմելու, եւ մարդկանց, որոնք սոցիալական այնպիսի պայմաններում են, որ չեն կարող սրճարանում, Երևանի կենտրոնում սրճարանում սուրճ խմել չեն կարող, ուր մնաց խոսենք Միլանում սուրճ խմելու մասին ու Լիլիա, եթերը քեզ եմ փոխանցում։